Ողջունում եմ Արմենիա հեռուստաընկերության բոլոր հեռուստադիտողներին, ովքեր միացան տուն տեղ հեռուստանախագծին։ Դուք դիտում եք այս եթերաշրջանի մեր նախավերջի թողարկումը։ Ընդամենը մեկ եթեր հետո դուք կտեսնեք արդեն ավարտական մեր նախագծերը։ Կարծում եմ հետևություններ կանեք, ձեր կարծիքներով կարող եք կիսվել մեր սոցիալական հարթակներով։ Դե ինչ դուք դիտեք մեր նախավերջի թողարկումը, իսկ մենք նախավերջին անգամ հանդիպումներ ունենանք մեր գործընկերների հետ։ Ողջունում եմ Արմենիա հեռուստաընկերության մեր բոլոր հեռուստադիտողներին, մեր ամառային եթերի շրջանակում մենք այսօր Aradwell-ի գոլֆ ակումբում ենք, որտեղ հյուրընկալել ենք դիզայներներ եւ ճարտարապետներ Պատրիսիային եւ Միքայել Կասյաններին։ Ողջույն։ 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 Պարոնայք եւ տիկնայք, այսօր այստեղ հավաքվել ենք մեր գլխավոր հովանավոր United Technical Service ընկերության գրոհի մասնագիտացված կենտրոնի հրավերքով եւ խոսելու ենք շատ հետաքրքիր թեմաներից։ Այ առաջի թեման, որ ուզում եմ տալ, դուք երկուստ էլ լինելով ամուսիններ, հա, նաեւ զբաղվում եք նույն բիզնեսով, հա, դիզայնով եւ ճարտարապետությամբ, չէ՞ լինում, որ տարաձայնություններ եք ունենում, վիճում եք ինչ որ եւ դա արդեն տեղափոխվում է տան ինչ որ միջավայր։ Իրականության մեջ չէ, որովհետեւ մենք նախ տարբեր ուղղությունների մեջ ենք։ Եվ այդ իսկ պատճառով տարաձայնություններ շատ ուշուշ են լինում եւ անգամ եթե լինում են դա ուղղակի ինչ որ դիսկուսիա է, որը վեճ չի, քննարկում ենք եւ ինչ որ գալիս ինչ որ ճիշտ կարևոր լուծման է։ Հասնում ենք ճիշտ արդյունքի։ Համաձայն եք Պատրիսիա, թե ամեն դեպքում ինչ որ բան հարցնում է Միքայելը։ Չէ, միշտ այդպես ենք քննարկում ենք հարցերը բավականին երկար։ Եվ իրականության մեջ ասում ենք, որտեղ մենք մի թիմ ունենք ընդհանուր եւ ոնց որ բոլորս միասին այդ ամեն ինչը, այսինքն միասին քննարկելով, խորհրդակցելով, եթե կարիքը կա, բայց էլ եմ կրկնում, մենք տարբեր ուղղությունների մեջ ենք աշխատում, ես հորեկայի մեջ, Պատրիսյան բնակելի օֆիսային, դրա համար տենց շատ չի։ Պատրիսիա, եղել են որ օրինակ Միքայելի գաղափարները վերցնեք եւ կիրառեք արդեն տան, հա, բնակարանի դիզայնում։ Հիմնականում չէ, որովհետև դե ուզած մարդը ազդվում է այդ ամեն ինչից, որովհետև դու անդադ տեսնում ես այդ դիզայնը, իրար աշխատանքները մենք անդադ նայում քննարկում ենք, բայց չէ, երբեք չենք կրկնօրինակում։ Իհարկե լուծումներ կա, որ մտածում ես կարելի է դա օգտագործես, չի ասի տրենդներ, որովհետև իր ոլորտը այնպես է, որ տրենդի հետ կապ չունի, ավելի շատ իմն է, որ տրենդի հետ կապ ունի, բայց չգիտեմ, այնտեղ կան տեխնիկական լուծումներ, որ բնականաբար ես ոգևորվում եմ իրանից, ոգեշնչվում եմ եւ նաեւ սովորում եմ իրենից եւ օգտագործում եմ։ Միքայել, առաջարկում եմ խոսել ձեր համագործակցության մասին United Technical Service ընկերության եւ գրոհի մասնագիտացված կենտրոնի հետ, ինչ փորձառություն եք ունեցել եւ որքանով եք գնահատում այս համագործակցությունը։ Նախ ուզեմ նշել, որ շատ պատրաստված պրոֆեսիոնալ թիմ է աշխատում, որը շատ կարեւոր է մեր համար։ Մարդկային ֆակտորը իհարկե շատ կարեւոր է, նաեւ նույնպես, բայց այդ մարդիկ այնքան պատրաստված են ու այնքան արագ են արձագանքում, որ աշխատելը շատ հեշտ է լինում, թե դիզայներական առումով, թե տեխնիկական առումով, շատ հարթ է ամեն ինչ։ Շատ հարթ եւ ցանկացած ապրակատեսակ փայլուն իրանք ներկայացնում են, շատ լավ գիտեն, շատ արագ, դրա համար ոչ մի խնդրեմ չեն ունեցել երբեք։ Պատրիսիա։ Կարող եմ ավելացնել իրանց ցուցասրահում նաև ցուցադրած բոլոր այն ինչ որ վաճառվում է եւ կարող ենք շոշափել, տեսնել, կարելի է փորձարկել եւ կարող ենք վստահ լինել ապրանքների որակի մասին։ Պատրիսիա եւ Միքայել, ինչպես կգնահատեք առհասարակ դիզայներների եւ ճարտարապետների դերը, հա, տան լինի կամ առանձնատան, հասարակական օբյեկտների վերանորոգման, կահավորման, ձևավորման գործընթացում։ Ես գիտեմ մի բան, որ ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի։ Եթե մենք գնում ենք բժշկի, մենք հո ինքնաբուժությամբ չենք զբաղվում, մենք վստահում ենք բժշկին, կամ եթե օրինակ մեր մեքենայի հետ ինչ որ մի բան է կատարվել, մենք գնում ենք մասնագետի մոտ, չէ՞։ Շատերի մոտ
կարծիք է ստեղծվել, որ ինքնուրույն կարան դիզայնը ինչ է, ինքնուրույն կլուծեն։ Բայց ես հիշում եմ, որ մեր նախորդ հանդիպման ժամանակ շատ հետաքրքիր միտք արտահայտեցիք, որ ամենահետաքրքիր հաճախորդը բարդ հաճախորդն է, ով ինչու ոչ նաև անընդհատ խառնվում է, հա, այս գործընթացներին, որքանով է ձեզ համար հաճելի նման հաճախորդների հետ գործ ունենալ։ Դե աստիճան կա խառնվելու, ամենակարևորը որ հաճախորդը հասկանա, թե որտեղ է եկել ու մոտ է եկել, կարծիք հայտնելը եւ խառնվելը տարբեր բաներ են։ Մենք միշտ հարգում ենք կարծիքը, լսում ենք կարծիքը, շատ կարևոր է լսել հաճախորդին, բայց երբ որ հաճախորդը սկսում է ակտիվ խառնվել եւ խանգարել գործընթացին, դա արդեն վերածվում է ոչ այդքան լավ բանի, իսկ դիզայների աշխատանքը եւ մասնակցությունը պրոյեկտում շատ կարեւոր է, որովհետեւ հաճախորդը պետք է հասկանա, որ ինքը դրանով գումար է խնայում։ Գումար, ժամանակ, նյարդեր։ Առանց դիզայների աշխատելը գումար խնայել չի բացարձակ։ Պատրիսիա, դուք ինչպիսի հարաբերություններ ունեք ձեր հաճախորդների հետ։ Շատ լավ, իրականության մեջ, բայց ես համեմատ եմ Միքայելի հետ, երբ որ դիմում են մասնակետի գործը շատ ավելի արագ է ստացվում, շատ ավելի հեշտ է լինում, հետո այն ինֆորմացիան, որ դիզայները ունի եւ կարող է փոխանցի պատվիրատուին, ինձ թվում է ոչ մեկ չի կարող փոխանցել եւ նաեւ այստեղ միայն էսթետիկ տեսքը չի, այնտեղ ֆունկցիոնալությունը, օգտագործումը եւ շատ ուրիշ տեխնիկական հարցեր կան, որ մենք կարող ենք պատասխանել մեր փորձից ելնելով եւ նյութերի ուսումնասիրելով, որ ինձ թվում է իրենք չեն կարող դրանց պատասխան ունենալ։ Միքայել, վերջերս գիտեմ, որ Էմիրություններում հետաքրքիր նախագիծ եք իրականացրել, առաջարկում եմ խոսել այդ ռեստորանի մասին, ուզբեկական, եթե չեմ սխալվում։ Միջինասիական, այո, մենք մի քիչ փորձեցինք հեռու մնալ միայն ուզբեկական թեմայից, չնայած հիմնական հիմքը դա ուզբեկական խոհանոցն է, բայց որպեսզի ավելի հետաքրքրացնենք, ես պատմական խոհանոց կլասիֆիկացիայի գնացի եւ անունը ընտրեցինք Օրդա, այո։ Ոսկե Հորդայի անունն է Օրդա, որով շատ լավ ընկալվեց այնտեղ, շատ սիրեցին այդ անունը եւ իրականում պրոյեկտը ստացվեց շատ լավ, իհարկե դրանում շատ կարևորում եմ լավ պատվիրատուի դերը եւ հնարավորություն տրվեց այնտեղ իսկապես ցույց տալ, թե մենք այստեղից ինչ ենք կարող անել։ Իրականում եւ բարդ էր եւ շատ հետաքրքիր։ Պատրիսիա, Միքայել, դուք վերջերս ճանապարհորդեցիք United Technical Service ընկերության տնօրեն Սամվել Ալեքսյանի եւ ճարտարապետ տարեգրքի խմբագիր Ռոզա Սամվելյանի հետ մի փոքր պատմեք ձեր տպավորությունների մասին, ուր այցելեցիք, որքանով տեղյակ եմ, նաեւ այցելել եք Red Dot Works թանգարան, ձեր տպավորություններով կիսվեք մեզ հետ։ Գերմանիա այցելության նպատակն էր այցելել Գրոհեի գործարան, բայց մինչ Գրոհեի գործարան մենք նաեւ Գրոհեի ցուցանմուշներից տեսանք Red Dot թանգարանում, որոնք որ մրցանակ էին շահել, շատ տպավորիչ էր, այնուհետև գնացինք Էսեն քաղաք, որտեղ գտնվում է Գրոհեի գործարանը։ Նորարարական տեխնոլոգիաների կենտրոն, շատ տպավորիչ արտադրանքական process, որը վստահություն է ներշնչում եւ այդ այցելությունը մեզ թույլ տվեց ավելի խորը իմանալ այդ արտադրանքի մասին, որը նաև հետո օգնելու է պատվիրատուին ճիշտ ներկայացնել, թե ինչու վճարել Գրոհեի համար։ Red Dot թանգարանում ցուցադրվում է 2000-ից ավելի աշխատանքներ, իրանք ոնց որ մրցանակ շահած աշխատանքներն են, որ աշխարհի լավագույն դիզայնով ստեղծված աշխատանքներն են, շատ հետաքրքիր է իրենց մոտեցումները, նորարարությունները, այնտեղ իրանք մի 4 կետ կա, որ պետք է հաղթահարել, որպեսզի մրցանակի արժանանան եւ ցուցադրվի։ Շատ մոտեցումներն են հետաքրքիր, նմուշներն են հետաքրքիր։ Դե ինչ պարոնակ եւ տիկնակ, շնորհակալ եմ հյուրընկալելու համար այս ամառային գեղեցիկ օրով։ Մաղթում եմ ձեզ հետաքրքիր նախագծեր ամառային ամիսներին, որովհետեւ այս ամիսներին բարձրանում է բոլորի ցանկությունը վերանորոգում կատարելու եւ մինչեւ աշնան այսպես հով օրերը ավարտել եւ նոր եւ գեղեցիկ ինտերիերում աշնանամուտ նշել։ Շնորհակալ։ Կհանդիպենք սա մեր նախավերջի եթերն էր այս եթերաշրջանի, կհանդիպենք մեր առաջիկա եթերաշրջաններում։ Շնորհակալ եմ։
Դուք շարունակում եք դիտել Տունտեղ հեռուստանախագծի ամփոփիչ եթերը, իսկ մենք շարունակում ենք մեր հանդիպումը մեր այս եթերաշրջանի գլխավոր գործընկեր Classis Decor ընկերության ցուցասրահից, որտեղ զրույցը շարունակելու եմ Ռիփսիմեի հետ։ Ողջույն Ռիփսիմե։ Ողջույն Կարեն։ Ռիփսիմե, ժամանակն է ամփոփել մեր բոլոր այն զրույցները, որ այս 3 ամիսների ընթացքում ունեցել ենք, եւ այսօր առաջարկում եմ որպես ամփոփիչ զրույց խոսենք ձեր հաճախորդների հարաբերություններից։ Ինչպես նախորդ հաղորդումների շրջանակներում նշել ենք, մենք բարձր ենք գնահատում փոխհարաբերությունները հաճախորդների հետ։ Մեր միջև ձևավորվում է մի աուրա եւ ճանաչելով հաճախորդների մենք կարողանում ենք ճիշտ ուղղորդել, վստահում են մեր պրոֆեսիոնալ թիմին, նաեւ բարձր են գնահատում դիզայներների միջնորդությունը այս հարաբերություններում։ Շատ դիզայներական ընկերություններ ընտրում են միայն մեզ, վստահ լինելով, որ պատշաճ կերպով ամեն բան կարվի, վարակույրների կարի որակը, որը որ ճիշտ երեսին ընդհանրապես կարի հետքեր չեն լինում, մեր լոգոն, որը որ առանձնացնում է մեր Classis տեսակը, նաև արվում է հատուկ պատվերով ծածկոցներ այն երևակայության թռիչքը, որը ձևավորվում է հաճախորդների եւ դիզայներների մոտ, մեր միջոցով կարողանում ենք իրականացնել, ասենք առանձնահատուկ բարձի նախշ, ծածկոցի մի տեսակ, աստղ, սրտիկ եւ շատ այլ բաներ, որոնք որ իրենց մտքերում առաջանում են, մենք միասին համագործակցությամբ կարողանում ենք ստանալ որոշակի արդյունք։ Պատկերացրեք, երբ կա դիզայների պրոֆեսիոնալիզմը եւ մեր տարիների փորձը, արդյունքը ինչպիսի կատարյալ է լինելու։ Ոսում արդյունքը տեսնում ենք այս տարիների ընթացքում հրաշալի ինտերիերներ, նախագծեր, որոնք միշտ բարձունքում են եւ ես անպայման ուզում նշեմ, որ Classis Decor ընկերության կողմից արված աշխատանքները անժամկետ են, որովհետեւ տրենդից դուրս չեն գալիս եւ կարծում եմ հենց միտումն էլ դա է եղել, անել այնպիսի ինտերիերներ, որոնք երկար կծառայեն եւ չեն հոգնեցնի։ Եվ մենք ունենք հավերժ սպասարկում։ Երաշխիք ասվածը գարանտիան, եթե 1 տարի, 2 տարի է, մեզ մոտ անժամկետ է։ Ցանկացած ժամանակ, նույնիսկ 15 տարի անց, եթե հաճախորդները դիմում են այլ հարցերով, մենք միշտ պատրաստ ենք սիրով աջակցում եւ օգտակար ենք լինում խնդիրների եւ աջակցության հարցում։ Հրաշալի է, խոսեցիք փոխհարաբերություններից հաճախորդների հետ, այս 3 ամիս ինձ զսպում էի, որպեսզի իմ ամենասիրած հարցերից մեկը ձեզ չտամ։ Ովքեր են ձեր հաճախորդները, հիմնականում կանայք թե տղամարդիկ։ Մեծամասամբ կանայք են, բայց ինձ մոտ նման կարծրատիպ չի ձևավորվել, որ վարակույրները կամ տեքստիլը միայն կանանց գործ է։ Ունեցել ենք պատվիրատուներ, հաճախորդներ, որ տան միայն տղամարդն է զբաղվել այնպիսի մանրուքներով, ինչպիսի ծոպկերի ընտրությունն է, կարի տեսակն է, աստառի արկայությունն է, եւ տվյալ դեպքում կինը բացարձակ չի խառնվել եւ լիովին վստահել է ամուսնուն։ Իպսի մեկ կարծում եմ հիմա մի փոքր մեղմում եք իրավիճակը, ամեն դեպքում կարծում եմ, որ կանայք այս դեպքում շատ որոշիչ դեր ունեն եւ վստահ եմ ինքներդ էլ տեսել եք կոնֆլիկտներ, հա, նման դեպքեր չեն եղել այստեղ։ Եթերից դուրս մի մեջբերում անեմ, որը դուք նշեցիք, որ երբ որ կահավորում եւ տեքստիլով պատում եք, այսինքն վարակույրներով անում եք դեր ինտերիերը, ձեր կինը բացարձակ չի խառնվել, այսինքն դուք էլ պատկանում եք այն դաստին, որ տղամարդիկ սիրում են անձամբ զբաղվել, այնպես որ այո, ճիշտ եք, հիմնականում կանայք են զբաղվում, բայց նման կարծրատիպ չկա, նաեւ կարող են իրականացնել պրոյեկտներ հենց տղամարդիկ եւ ընտրել վարակույրները, տեքստիլը, բարձերը, ամեն ինչը որ կարողացած տեքստիլի հետ հենց տղամարդ։ Ես համաձայն եմ ձեզ հետ, բայց ուզում եմ անպայման ավելացնեմ, սիրելի հեռուստադիտողներ, եթե չեք կողմնորոշում թե կանայք, թե տղամարդիկ որոշում ընդունեն, ապա որոշումը թողեք մասնագետներին, դիզայներներին, որոնք նաև առկա են Classis Decor-ում։ Միջև լինեն փոխհարաբերություններ, չգիտեն։ Դուք զբաղվեք ավելի հետաքրքիր գործերով, իսկ գեղագիտական հարցերով կզբաղվեն մասնագետները։ Բնականաբար, մենք ճիշտ ուղղորդում կկատարենք։ Ռիփսիմե, մեզ մնում է հիշեցնել այն բոլոր հարթակները, որտեղ կարող են ծանոթանալ ձեր ապրանքատեսականում, դա պաշտոնական կայքն է, սոցիալական հարթակներն են, ինչպիսիք են Instagram-ը եւ Facebook-ը, մշտապես թարմացնող, իհարկե մեր սրահը, միշտ խորհուրդ կտամ այցելել մեր սրահ, որովհետեւ այն ջերմությունը, մթնոլորտը, որ ապահովում ենք մեր սրահում, չեն կարող գտնել Instagram-ում եւ Facebook-ում։ Իսկապես իրական շփումից ոչինչ առավել չի կարող լինել, նաեւ ինչու է շոշափեք, զգացեք այն նյութերը, որոնք ցանկանում եք կիրառել ձեր ինտերիերում։ Նկարը չի կարող հաղորդել այն որակը, երբեմն ասենք վելվետային կտորներին շոշափելով որոշ մարդիկ դրական էներգիա են ստանում, բայց որոշ մարդին դա հակադրում է եւ մենք փորձում ենք այլընտրանքային տարբերակներով ապահովել։ Միայն ձեզ հետ զրուցելուց կարելի է շատ դրական էներգիա ստանալ։ Առաջարկում եմ վերհիշել։ Նույնպես հաճելի է, շնորհակալություն այցի համար։ Ես էլ եմ շնորհակալ, եկեք վերհիշենք այս 3 ամիսների ընթացքում մեր բոլոր հանդիպումները, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս այն ակնկալիքով, որ հանդիպելու ենք դեռ
ապագայում մեր մոտ ապագայում մեր այլ եթերաշրջաններում որի շրջանակում կքննարկենք եւ խոսենք ձեր այս գեղեցիկ ապրանքատեսական։ Եվ վստահ եմ, որ այդ ժամանակ կունենանք նոր տեսականի, նոր տրենդային տարբերակներ, որովհետեւ տարեց տարի մեզ մոտ ամիս նոր տեսականիով համալրվում է սրահը։ Հրաշալի է։ Շնորհակալ եմ։ Այս եթերաշրջանում մենք համագործակցեցինք Մերաբյան եւ Որդիներ ընկերության հետ, որը 2015 թվականին դարձավ Total ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ 2021 թվականին պայմանագիրը երկարաձգվեց եւ ընկերությունը շարունակեց մնալ ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը։ Այսօր Total Armenian հանդիսանում է ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը on-line հարթակում, որի շնորհիվ դուք կարող եք Հայաստանի Հանրապետության ցանկացած կետից պատվիրել ձեր նախընտրած գործիքը առաքումով եւ վճարել on-line։ Աշխարհահռչակ ապրանքանիշը ներկրվում է Չինաստանից եւ համապատասխանում է Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի որակի չափանիշներին։ Ընկերությունը առաջարկում է շինարարական, կենցաղային եւ այգեգործական գործիքների լայն եւ անընդհատ զարգացող տեսականի։ Ընկերության առաքելությունն է նորարարական լուծումների շնորհիվ հեշտ եւ արդյունավետ դարձնել վարպետների եւ բնակչության լայն շերտերի առօրյա աշխատանքը։ Կարճ ժամանակահատվածում ընկերությունը հասցրել է ձեռք բերել հայկական շուկայի վստահությունը եւ ներկայացնել բրենդի ամենատարբեր սարքերն ու գործիքները։ Իսկ Մերաբյան եւ Որդիներ ընկերությունը արդեն իսկ ունի 140 պաշտոնական խանութ ողջ Հայաստանի տարածքում։ Total ընկերության ապրանքատեսականին տարբերվում է իրենց յուրահատուկ դիզայնով։ Նրանք պատրաստված են հարմարությամբ ձեռքի մեջ տեղավորվելու եւ շինարարական դժվար պայմաններում օգտագործելու համար։ Total ընկերության պրոֆեսիոնալ անձնակազմը պատրաստ է ձեզ առաջարկել մասնագիտական խորհրդատվություն եւ բարձրակարգ սպասարկում։ Դուք դիտում եք Տունտեղ հեռուստանախագծի նախավերջին թողարկումը, իսկ մենք շարունակում ենք մեր հանդիպումները գործընկերների հետ տեղափոխվում ենք մեր այս եթերաշրջանի գործընկեր Raflor հատակային ծածկույթների մասնագիտացված ցուցասրահ, որտեղ էլ զրույց շարունակելու եմ Շահեն Ինանցի հետ։ Ողջույն Շահե։ Բարև ձեզ։ Շահե, այսօր առաջարկում եմ ամփոփելով մեր այս 3 ամիսների զրույցները խոսենք դռներից եւ շրիշակներից, ապրանքներ, որոնք նույնպես առկա են ձեր խանութ սրահում, եւ բացի այն, որ կքննարկենք ինչ ապրանքանիշի դռներ եւ շրիշակներ են առկա, խոսենք նաեւ որոշ հատուկ հարցերից մեր հեռուստադիտողների կողմից տրվող, որոնք իսկապես բոլոր եթերաշրջաններում շատ հետաքրքրում են նրանց, կարծում եմ վերջնական այսպես պատասխան կստանան նրանց հետաքրքրող բոլոր հարցերը։ Շատ լավ, սիրով։ Դռները մեր մոտ հայտնվեցին իր պատմությունն էլ հետաքրքիր, ինչի համար դռներ, որովհետև հատակները մասնագիտացված խանութ ու միանգամից ունեցանք դռներ։ Քանի որ մեր հատակները ավելի շատ վինիլային հատակները, պահանջը մեծ է հիվանդանոցներում, բժշկական հաստատություններում, այդտեղ կային նաև պահանջ, որտեղ դռները սովորական դռներ չէին կարող լինել։ Ու մի ծառայություն, եթե մենք լավ իրականացնում ենք, այսինքն խորացված մասնագիտական ամեն խորհրդատվություն, նախկին հաղորդումներից արդեն դուք ներկայացրել ենք, տեղեկացված եք, որ ինչքան մանրամասն ենք ուսումնասիրում, նույն ձև որոշեցինք, որ պահանջարկից ելնելով կարող ենք նաև առաջարկել դռներ։ Առաջի խմբականակը, որ բերեցինք, դռները իրանք ունեին հատուկ ծածկույթներ, որը նախատեսված էր հիվանդանոցների, մանկապարտեզների համար։ Շահեն, ճիշտ եմ հասկանում, խոսքը գնում է այն դռների մասին, որ հնարավոր է լվանալ, հա, նույնիսկ։ Այո, բացի լվանալուց, անտիբակտերիալ նյութերով, այո, նյութերը, որոնք պատված են PVK
ծածկույթով, չեն վերցնում իր վրա ջրակայուն են եւ չեն վերցնում իր վրա բակտերիաներ եւ սունկ։ Ահա, ինչը խիստ անհրաժեշտ է նպատակ տարածության։ Այո, պահանջ է։ Միջազգային պահանջ է եւ սկսեցինք դրանից։ Իր խիստ պահանջներից էր նաև որ հրակայուն էին եւ աղմուկի ձայնամեկուսի չէին եւ որտենց այսինքն այն գործարանը որ կարացավ այդ պահանջներին համապատասխան դռներ առաջարկել մենք դառավ մեր գործընկերը եւ ստաբիլություն ապահովելով արդեն երկար ժամանակ աշխատում ենք։ Կարծում եմ հերոսադիտողները ամբողջությամբ հասկացան, որ սրանք ավելի մասնագիտացված դռներ են։ Այո։ Այնքան էլ նախատեսված չեն բնակարանների համար, որ կարելի է կիրառել։ Սկսել ենք մասնագիտացված դռներից ավելի խիստ պահանջներով, բայց հիմա արդեն պահանջարկից ելնելով ունենք եւս բնակարաններում օգտագործվող տեսական։ Հրաշալի է։ Շահեն, մենք այս 3 ամիսների ընթացքում խոսել ենք բազմաթիվ հատակային ծածկույթներից, որոնք առկա են Raflor-ում, բայց ժամանակն է եկել, որպեսզի խոսենք շրիշակներից։ Կարծում եմ սա վերջի այն շտրիխն է, հա, ակցենտն է, որ ամբողջական է դարձնում հատակային ծածկույթը, երբեմն գեղեցկացնում է, երբեմն էլ ճիշտ հակառակը։ Շրիշակները բացի իր արտաքին տեսքից ունեն նաև ֆունկցիոնալ խնդիր, որովհետև հատակների տեսակները տեղադրելուց միշտ պետքա պահվի ինչ-որ մի քանի սանտիմետր հաստությամբ պատից հեռավորություն, ինչի համար, որովհետև բոլոր նյութերը ունեն սեղմելու եւ ընդարձակվելու հատկություն։ Այսինքն ժամանակի ընթացքում յուրաքանչյուր նյութ է տենց, մեկին տոկոսային նայած որ ինչքան, բայց բոլորն ունեն սեղմելու ընդարձակվելու հատկություն, դրա համար պատերից հեռավորություն են պահում այդ ինտերվալ մի փոքր։ Այո, այդ ֆունկցիոնալ խախտումը, այսինքն չիրականացնելու, որովհետև հակառակ դեպքում կարող են այդ ընդարձակվելու դեպքում ինքը ինչա դառնում, որ օրինակ ասենք, ինչ որ հատակ կամ թե լամինատ կլինի, թե պանրահատակ, այսինքն ուռում է, ինչն է, այսինքն դա չի հասցնում ընդարձակվի, պատերին կիպա ու արդեն բայց գորգածածկույթների դեպքում կարծում եմ նման ռիսկեր չունենք։ Չունենք, որովհետև այն գորգածածկույթները, որ ունենք, ինքը սեղմելու ընդարձակվելու տոկոսը շատ փոքր է։ Նույնն է մարմոլյումների։ Այո, մարմոլյում, վինիլի սոսնձվող տեսակները, իսկ փականներով տեսակները իրանք ավելի բարձր են։ Այնուամենայնիվ մենք շրիշակներ օգտագործում ենք նաև այս պարագայում, այո, այսինքն քողարկում է այն հատվածը, որտեղ որ պետք է բաց լինի։ Նաև ինտերիերը, ինչպես նշեցի, ամբողջական դարձնելու նպատակով, իսկ հիմա ժամանակն է, որպեսզի մեր հերոսադիտողների հարցերը հղեմ ձեզ։ Այսպիսով, ունենք 3 կարծրատիպ շրիշակների հետ կապված։ Առաջինը այն է, որ շրիշակների գույնը պետք է իդենտիկ լինի, այսինքն համապատասխանի հենց դրան շրջանակների եւ դրան գույնի հետ։ Արդյոք սա ճիշտ է։ Մի քիչ չէ ուզենա իրավունք վերապահեմ դիզայներական մասնագիտական ուղղության հետ կապված կարծիք կամ հայտնելու, բայց լսելով, քանի որ շատ ենք համագործակցում դիզայներների հետ ու ուղղակի լսելով, դա կախված է արդեն տան ինտերիերից։ Շատ լավ։ Այսինքն նման մասնագիտական պատասխան ավելի լավ է տան դիզայներները, այո։ Այնուամենայնիվ ես կհնչեցնեմ նաև 2 այլ կարծրատիպեր։ Երկրորդը նաև այն է, որ շիշակը պետք է համապատասխանի եւ շատ տրենդային է այս վերջի տարիներին հենց ճիշտ պատի գույնին, որպեսզի ընդհանրապես կորի, իսկ երրորդ տարբերակը շատ ավելի հետաքրքիր է, որ այն կարող է առհասարակ այլ գույնի լինի, որպեսզի ընդգծի, հա։ Այո, կտրի հատակը պատից եւ այսպես առանձին էլեմենտարն այն։ Դա տան արդեն ինտերիեր միջավայրից է կախված, շատ ենք ունենում, որ ունենք դռների տեսակներ եւ շրիշակներ, որ շատ համապատասխան են, այսինքն յուրաքանչյուր տեսակի պահանջ կարող ենք իրականացնենք։ Այսինքն, բայց հիմնական առաջարկը կամ պահանջը ինչ որ դրված է ինտերիերում, դա ներկայացնում են դիզայներները։ Հաշալի։ Նաև վերջի ամենաթարմ տրենդային տարբերակը դա թաքնված շրիշակներն են, որը Հայաստանում դեռևս այնքան ակտուալ չեն, բայց գնալով տեսնում ենք տարբեր ինտերիերներում։ Դե ինչ շնորհակալություն Շահեն, կարծում եմ մի փոքր կարողացանք պատասխանել մեր հերոսատեղների հարցերին, կարծում եմ ձեր որոշումն է, որ տարբերակն էլ ընտրեք, ճիշտ է։ Ինտերիերում այս թեմայի վերաբերյալ չկան հստակ կանոններ։ Կհանդիպենք Շահեն։
Շարունակում ենք տուն-տեղ հեռուստանախագիծը Տոնիկյան բիլդի խորագրում, մենք այսօր ուզում ենք խոսել մեր շատ սիրելի հաճախորդների հոգեբանական վիճակի, ապրումների, տրամադրությունների մասին։ Սա շատ կարևոր հարց է, քանի որ Տոնիկյան բիլդի հիմքում ընկած է լավ սերվիս մատուցելու գաղափարը, եւ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում, թե ինչպիսի ապրումներ ունեն մեր հաճախորդները վերանորոգման ընթացքում։ Փորձից ելնելով կիսվում եմ, որ կան մի քանի փուլեր, որ տրամադրությունները տատանվում են հաճախորդների, դա բնական է, կապված է վերանորոգման փուլերի հետ։ Նախ ամենասկզբում բոլորը շատ ոգևորված են մեծ էնտուզիազմով, մեծ նախաձեռնությամբ, տենց ուրախ տրամադրությամբ սկսում ենք process-ը։ Ընթացքում կա sense մի հատ կետ, երևի կեսից հետո, որ մի փոքր ինչ-որ տրամադրությունների անկում է լինում։ Սա հիմնականում կախված է նրա հետ, որ արվում է լիքը աշխատանք իրականում, բայց այդ աշխատանքը շատ տեսանելի չի հաճախորդի համար։ Այսինքն գործը գնում է, արվում է, բայց բնական մտնում ես նույն վերանորոգման կոպիտ ասած ճակերտավոր կերտոտ վիճակն է, պատերի գույները չկա, սալիկները չկա, հատակները չկա, քանի որ այս ամեն ինչը ամենավերջում է լինում։ Ու դրանից հետո նաև գալիս է մյուս կետը, երբ որ արդեն շատ մոտ է ավարտական աշխատանքները, էլի ոգևորվածությունը շատանում է, անհանգստությունն է շատանում, արդյոք ստանալու ենք այն ինչ որ տեսել ենք դիզայնով, արդյոք դա մեզ դուր է գալու, արդյոքները շատանում են այս этаպում։ Ու մեկ էլ գալիս է մի հատ կետ, երբ որ բնական արդեն պատրաստ է, մաքրված է, ամեն ինչ իր տեղն է, ամեն ինչ մեր կարծիքով ունենց է ոնց որ պետք է լինի, ու հաճախորդը գալիս է, մտնում է ու այդ պահին ոնց որ sense մի հատ մեծ քար է անգնում իրանց փեշից, իրանք տեսնում են արդեն պատրաստի բնականան, նոր իրանց մոտ իրենց գիտակցությունում տեղավորվում է, որ այսքան էներգիա, այսքան ժամանակ, այսքան գումար ծախսվել է հենց սրա համար։ Երևի թե այդ վերջի կետը ամենատենց հետաքրքիր ու հաճելի պահն է, բայց եւ այնպես այս ամբողջ ընթացքում մենք փորձում ենք անընդհատ շփման մեջ լինել մեր հաճախորդների հետ, անընդհատ բոլոր этаպներում տալ մաքսիմալ ինֆորմացիա, ինչ որտեղ հանգստացնել, ինչ որտեղ ոգևորել, ինչ որտեղ էլ երևի զսպել ինչ որ էմոցիաներ, որպեսզի աշխատանքային process-ը դրանից շտուժի։ Ու նաև կարելի է ասել, որ վերանորոգումը նաև փոխում է մարդկանց կյանքը, վերանորոգումից առաջ ու վերանորոգումից հետո, որտեղ մարդիկ տարբեր են, մարդկանց խնդիրները տարբեր են, մեկը բնականան է գնել, վարձով ապրում, անհամբեր սպասում է տեղափոխվելուն, մարդկա որ իր 55-րդ բնականանն է իր համար, այդքան էլ էական չի, բայց մեկը իր կյանքը ինչ որ չափով փոխվում է։ Եվ ամփոփելով մեր այս ճանապարհը, քանի որ հաջորդ հաղորդման արդեն կտեսնենք պատրաստի բնականանը, ուզում մի փոքր խոսել մեր տվյալ բնականանը, որը վերանորոգում ենք, մեր հաճախորդի մասին, մեր շատ սիրելի հաճախորդի, ասեմ, որ բացառիկ հաճախորդներից է, որ իր հետ աշխատանքը շատ սահուն է, շատ օպերատիվ է, այսինքն բոլոր փոփոխությունները շատ արագ հաստատվում են, եթե կան մեր կողմից ինչ-որ առաջարկություններ են հնչում, դրանք ընդունվում են առանց ինչ-որ երկմտելու, իրենց առաջարկություններն էլ բոլոր տրամաբանության սահմաններում են, մի խոսքով հաճախորդ, որը չի բարդացնում ընթացքը, ընդհակառակը հեշտացնում է։ Հիմա գնանք տեսնենք Կարենը ինչա մոգոնել այս անգամ։ Տեղ հերսանախագիծ այս եթերաշրջանում համագործակցում է AP Tower կառուցապատող ընկերության հետ։ Ընկերությունը ներկայացնում է Panorama Hills բնակելի համալիրը։ Այս համալիրը կառուցվում է Ուլնեցի 32/22 հասցեում։ Կառուցվելով բացատիկ գոտում, այս նախագիծը առանձնանում է իր ֆանտաստիկ տեսարանով։ Ձեր պատշգամբից հնարավոր է տեսնել Երևանի ողջ գունաբնակը։ Այստեղ ստեղծվում են խոշոր ենթակառուցվածքներ,
ինչպիսին են կանաչապատ տարածք, ընդարձակ ավտոհանգրվան, մեծ բակ, լողավազան, մեծ տենիսի կորտ, մարզասրահ եւ այլն։ Այս բազմաբնակարան համալիրը բաղկացած է 3 մասնաշենքերից՝ A, B եւ G։ A եւ B շենքերն ունեն 11 հարկ, G շենքը 5 հարկ։ Բնակելի համալիրի յուրաքանչյուր բնակարան աչքի է ընկնում դիզայներական առանձնահատուկ լուծումներով, որոնք կհեշտացնեն նոր բնակիչների իրենց բնակարանի վերանորոգման եւ ձևավորման բոլոր փուլերում, ինչպես նաեւ լիարժեք պատկերացում կստեղծեն ապագա տան ինտերիերի մասին։ Ընդհանուր համալիրում նախատեսված են 227 բնակարան, այդ թվում A շենքում 108 բնակարան, B շենքում 92 բնակարան եւ G շենքում 27 բնակարան։ Այս համալիրի բնակարանները ունեն տարբեր մակերեսներ։ A շենքի բնակարանների մակերեսներն են 45.2 քառակուսիմետրից մինչև 428.5 քառակուսիմետր։ B մասնաշենքի բնակարանների մակերեսը սկսվում է 45.8 քառակուսիմետրից մինչև 336.3 քառակուսիմետր։ Իսկ G մասնաշենքի բնակարանները 192 քառակուսիմետրից մինչև 721 քառակուսիմետր։ Հասանելի են բնակարաններ ինչպես 1 սենյականոց, 2 սենյականոց, այնպես էլ ավելի մեծ բազմասենյականոց բնակարաններ։ Այս համալիրի տեղակայման հիմնական առավելությունները կանաչ գոտիների մերձակայությունն է։ Համալիրը գտնվում է այգիների եւ զբոսայգիների կողքին, ինչը ստեղծում է հանգիստ ու առողջ միջավայր։ Համալիրի շրջանը առանձնանում է իր հանգիստ ու անվտանգ մթնոլորտով, հեռու աղմուկոտ մայրուղիներից։ Համալիրը նաև երաշխավորված է զարգացման հեռանկարով։ Տարածքն արագ զարգացող է, ինչը բարձրացնում է կյանքի որակ եւ դարձնում անշարժ գույքի գնումը շահավետ ներդրում։ Համալիրը ունի պանորամային տեսարան։ Ընդարձակ ապակեպատ պատուհանները հնարավորություն են տալիս վայելելու քաղաքի շքեղ տեսարանը։ Նաև անպայման ուզում ենք նշել, որ այստեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Արարատ լեռը, հատկապես գրավիչ է լուսաբացին եւ մանրամուտի ժամերին։ Բնակարաններում առկա են լույսի առատություն եւ ընդարձակության զգացողություն։ Մեծ ապակեպատ պատուհանները ստեղծում են տաք եւ բաց տարածություն։ Համալիրը կառուցված է ժամանակակից եւ ամուր շինարարական նյութերից, որոնք ապահովում են երկարակեցություն, անվտանգություն եւ գեղագիտական գրավչություն։ Համալիրի մոնոլիթ կոնստրուկցիան ապահովում է բարձր ամրություն եւ երկարակեցություն։ Արտաքին եռաչափ պանելները երաշխավորում են ջերմա եւ ձայնամեկուսացում։ Համալիրի երեսպատումը կատարված է տրավերտինե քարով, որը շենքին հաղորդում է էլեգանտես եւ բարձր դիմադրություն արտաքին գործոնների նկատմամբ։ Համալիրի հատակները գրանիտե քարից են, ամուր են եւ էսթետիկ, որն էլ շեշտում է նախագծի բարձր որակը։ Համալիրում նախատեսված են կոմունիկացիաների ապահովում, ինչպիսիք են ջեռուցում, ջրամատակարարում եւ էլեկտրամատակարարում։ Այս համալիրի հարմարավետությունների եւ ենթակառուցվածքների շարքին կարելի է դասել երեխաների խաղահրապարակը, կանաչ եւ հանգստի գոտիները։ Այս համալիրում նախատեսված են նաեւ առևտրային տարածքներ, ինչպիսիք են խանութներ, սրճարաններ եւ գրասենյակներ։ Համալիրը ունի նաեւ երկհարկ ստորգետնյա ավտոկանգառ, նախատեսված 298 մեքենաների համար։ Առաջին հարկում 180 կայանատեղի, իսկ երկրորդ հարկում 118 կայանատեղի։ Շենքի շահագործման հանձնաժամկետը նախատեսված է 2025 թվականի ավարտը։ Կարևոր ենք համարում նշել, որ այս համալիրում բոլոր շինարարական աշխատանքները կատարված են շատ բարձր մակարդակի։ Ընդհու պատուհանների արտաքին գոգերը տրավերտինե քարից են։ Խորհրդատվության համար կարող եք կապ հաստատել Panorama Hills համալիրի մասնագետների հետ կամ ամրագրել էքսկուրսիա շինհրապարակում։ Տունտեղ հեռուստանախագծի այս եթերաշրջանում մենք համագործակցեցինք Արաստաղայեմ ընկերության հետ։ Ընկերությունը ստեղծվել է 2015 թվականին, իր շուրջ համախմբելով տվյալ ոլորտում երկար տարիների փորձ ունեցող մի խումբ մասնագետների։ Ներկայումս ընկերությունը զբաղվում է առաստաղների արտադրությամբ, ներմուծմամբ եւ վաճառքով։ Այցելելով Արաստաղայեմ խանութ սրահներ դուք կարող եք ձեռք բերել տարատեսակ առաստաղային լուծումներ, ինչպիսիք են գրիլյատո, ձգվող, կուբոտա, Armstrong, ալյումինե, PVK եւ տերմոպատեր։
Առաստաղայում դուք առանց դժվարության եւ ավելորդ ժամանակ ծախսելու կարող եք ընտրել ձեր առաստաղի համար անհրաժեշտ բոլոր նյութերը եւ աքսեսուարները զգալիորեն ցածր գներով։ Ընկերությունը ստեղծել է բոլոր պայմանները հատուկ ձեր հարմարավետության համար, ընտրելով եւ լավագույն ապրանքները համաշխարհային եւ տեղական առաջատար ընկերություններից։ Ընկերությունը ստեղծել է բոլոր պայմանները հատուկ ձեր հարմարավետության համար, ընտրելով եւ ներկայացնելով լավագույն ապրանքները համաշխարհային եւ տեղական առաջատար ընկերություններից։ Ավելի մանրամասն առաստաղայինի ապրանքներին ծանոթանալու համար այցելեք Վարդանանց 69 դրոփինգ հասցեում տեղակայված խանութ սրահ։